Արատայի վերջի պոեմը, դրանով կամփոփենք Արատայի ամբողջ վիպաշարը կունենանք հայերեն տարտար ստուգած թարգմանած ծանոթագրած դրանից հետո ես սկսում եմ անցնում եմ բառարան գրելու գրվի մեծ բառարան դա տարիների գործ է շումերերեն հայերեն ինչքան շումերերեն բառ կա դեմը հայերենները դրա պիտի գրենք հա ասենք դրանք հազարներով են ու հազարներով են գտնի բարձր կլինի որ չեն գտնի կլինի որ կասկածելի կլինի Դա մենք կգտնենք հետո բայց այն ինչ որ նա գտած է էդի հələ մի հատ ֆիքս է հա անպայման ու սա պետք է անենք ոչ թե թղթի վրա բանով տպեն որպես բառարան այլ պետք է լինի on-line ինտերնետում ազատ որ ով ուզի մտնի օգտվի անվճար պլյուս եթե մի հատ բան ենք ճշտում մտցնենք մեջը տեղում այսինքն ամիսը մեկ թարմացնենք նորերը մտցնենք update արվի էլի այո հները ստուգենք մաղենք հանենք բրիպակները ուղենք անընդհատ ամիսը մեկ ու նորերը լցենք քանի սաղ է մտես լցելու է բառը բայց դրան զուգահեռ պետք է նաև ուրիշ գործ արվի այնտեղ կարևոր կրոնական դիցաբանական աշխարհընկալումային տեքստեր կան առաջինը անելու են բանը այս ուրա մյուս տարի արդեն այս տարի որ արատան ամփոփենք սրանով ամփոփենք նաև մեր հաղորդումը հայ աստվածը ոնց է դասավորում ամբողջ տիեզերքը կարգավորում դից է կոչվում է ընկին եւ տիեզերակարգը հա դա շումերերենից թարգմանելու բար այսինքն իմանանք աշխարհը հայ աստվածը ոնց է սարքել հասկացա ոնց է դատավորել էդի անելու ենք էդ արդեն մնաց մյուս տարի հա կանենք ձեզ աստված տա երկար տարիների կյանք պարոն Դավթյան առողջություն դրա համար եմ ծխել թարգել դրա համար եմ ծխել թարգել աշկես ես եմ թարգել թարգի լիքը գործ կանելու Շնորհակալություն պարոն Դավթյան հələ բարբերաբար կհանդիպենք հա եղավ հետաքրքիր մտքեր էլ կա ձեր հետ կիսվելու հələ համագործակցելու շատ բաներ էլ կունենանք պարոն Դավթյան Եվ որ մեծ սիրով լիքը բան ունենք անելու բոլոր հայերս իրար հետ, ովքեր որ ցանկանում են մեր հայ տեսակը, մեր ինքնությունը պահպանվի ու փոխանցվի մեր ծերունդներին։ Դե շնորհակալ եմ ձեզ, ամենայն բարիք։ Եղավ, լավ եղավ։ Եղավ, դուք եք։ Շնորհակալություն պարոն Դավթյան, պրիվետ Հայասա ջան, պրիվետ։ Ժողովուրդ ջան, շատ բան կա անելու, այսինքն մարդկանց պակաս ունենք, պարոն Դավթյանը շատ հրաշալի գիտնական է, լեզվաբան է ու անմիջական մարդ։ Այսօր սենց եղավ մեր հաղորդումը, տենց մի քիչ կարճ տեղն էլ այսօր այնքան բանա սուղա գրաֆիկը ուղղակի պարոն Դավթյանի էլի։ Միշտ աշխատանքային process-ի մեջ է։ Եվ որ ցած բան լեզվով ասենք, տենց տնավարի հազիվ բռնցրել ենք ախպեր պարոն Դավթյանին, եւ որ բան կանենք էլի, ավելի կհաճախականացնենք այս հանդիպումները, ոչ միայն պարոն Դավթյանի հետ, էլի հայագետ մարդիկ կան, որոնք որ ասենք կուզենանք էլի իրանց մտքերներ, իրանց գիտական աշխատությունների հետ էլ ծանոթանանք, որտեղ փրկությունը ես միշտ ասում եմ, ամեն ինչի մեջ sense որ նայում ենք, դա արժե համակարգն է, ինքնագիտակցությունն է, այն ինքնագիտակցությունն է, որով որ յուրաքանչյուր հայ պետք է ուղղորդվի, որովհետև մեր հաղթանակը մեր բարոյական արժեքների ու ինքնագիտակցության վրա է հենված լինելու ժողովուրդ ջան։ Մնացած էս քաղաքականություն, ամեն ինչ, ճիշտ է, ամեն ինչն է կարևոր է, բայց այդ ամեն ինչը ստեղծվում է մարդու ժողովրդի ազգի, ինչ ասեմ, աշխարհայացքի, կացութաձևի, մտածելակերպի, որը համընդհանուր ասած արժե համակարգն է։ Հենց այդ արժե համակարգի բարձրացումն է մեր ազգին բերելու նորանոր հաջողությունների ու հզոր առաջընթացի։ Հա, ախպերս ինչ արծում եք։ Բոլորիս օրհնի Աստված ախպերս։ Կարակ բարձրանակ վերև մի քիչ ժամ ես հենց զրուցենք ախպեր ու փագեմ էֆիրը։
Եթե կան մարդիկ էլ, որ դուք եք ճանաչում, որ այս հարթակում կանան, մեր այնա սահմանը, որ գրած է համը եթե լսոր կապնվեցինք էլի մի քանի հոգի կան հայագետներ, էլի կհամագործակցենք, կբերենք իրենց տարբերակները, իրենց անունից գողքի երանգյունին աչքով։ Ախպերս էդի սուրբ երրորդության նշանն է, բրատ, քրիստոնեական, համային քրիստոնեական, հայր, որդի, սուրբ հոգի ու ամենատես բան հոր աչքն ախպերս։ Հետի համային քրիստոնեական ախպերս նշան է գաղափարական, փիլիսոփայական վերարտադրումը դա ամեն ինչի մասին ախպերս։ Տենց բան չէ, ախպերս, Հիսուսի նկարը Աստվածաշնչում կա, միանշանակ էդի Աստվածաշնչում չկա ախպերս։ Ոնց կարա էդի Աստվածաշնչումը լինի։ Հիմա որ օրինակի համար բան են անում, օրինակ գնում ես եկեղեցի ախպեր։ Բանը, սրբապատկերներ չէ կան, ինքը պաշտանմունքի առարկա չի, դա փիլիսոփայական վերարտադրությունն է, որտեվ նայ նույն տարբեր եկեղեցիներ մտնում ես, ասենք Քրիստոսի դեմքը մասոնական, ախպերս համջան, մասոնական նշան կարան մասոններն էլ, հիմի սատանիստները վեկալում են, խաչը թարս բռնում են, ասում են էսի բան է, սատանիստական նշան։ Ստեղ խնդիրը այն է համը ջան, որ արդարացի սկզբնաղբյուրով նշան կլինի, գաղափար կլինի, հետի վեկալում են, փոխում են մի հատ սարիկայաբար կեղծարարական գործողություն են դրա հետ կատարում, ախպերս, ու ասում են մեր նշանն է։ Քեզ կարամ նաև օրինակ բերեմ, մի հատ հեսա ավելի պարզ լինի։ Ուրեմն մեր խաչքարերը գիտես, խաչքարերի վրան արևմտյան Հայաստանում էլ հիմա ախպեր, տենց եկեղեցիներ կան, խաչքարեր կան, որի վրա ախպեր մեր այդ կեր խաչը, այսինքն արև խաչը գոյություն ունի, քանդակ արած։ Բայց այսօր այդ նշանը համարվում ախպեր ֆաշիստական նեոնացիզմի նկար, ախպեր, դա դե հա այդ նկարները մեր Տեր Հիսուսի հետ կապ չունեն ախպերս։ Դե ախպերս նորից եմ ասում, Տեր Հիսուսի հետ խաչն էլ է տենց որ վեկալես կապ չունի։ Երբ որ տենց խորանաս էլի։ Իրանք սիմվոլիստիկ է, դա տոտեմ է, դա հասկացողություն է ախպերս, թե չէ Աստված ընդհանուր ախպերս, դա գաղափար է, էություն է, միտք է, ամեն ինչ է ախպեր։ Համայնն է արարչական հասկացողության։ Հիմա Ես օրինակը բերեմ, ապրիվետ հովս նորից։ Ես եմ այդ կարճ բան անեմ ու խոսքը փոխանցեմ քեզ ցավը տանեմ։ Այսինքն կեր խաչը, արև խաչը, որը որ գոյություն ունի, մեր եկեղեցիների վրան էլ կա։ Հիմա ասենք ոնց որ մեկը եթե Չաբուջովետի բան անի, ջարդի, ասի ես տեսել եմ ֆաշիստական նշան է էսի, ու այդ ֆաշիստական նշանը ես ջարդել եմ, բայց էդի Ադոլֆ Հիտլերը սրիկայի պես վերցրել է ամբողջ արիական հասկացողության գաղափարը պղծել է ներկայացրել է աշխարհին։ Հիմա նույն ձևել մասոններն են ախպեր, այս ամբողջ գաղափարը վեկալել են, պղծել են ու գցել են բան ախպեր, հանրությանը որպես ինֆորմացիոն հասկացողություն, այդ ամեն ինչը գաղափարային վերարտադրություն է։ Այդքան բան, թե չէ որ ասես Աստվածաշնչի մեջ չկա, պարզ է որ չկա ախպեր, ինչի մասին է խոսքը։ Ասա հով ջան։ Նույն Աստվածաշնչի մեջ ոնց որ Սուրբ Երրորդության գաղափարն էլ չկա, այդ կարդալուց ես հասկանում, ոչ միտեղ գրած չի Սուրբ Երրորդությունը։ Այդ հասկանում ես, որ կա Աստված, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ուտեղից ստեղծվում է Սուրբ Երրորդություն հասկացողությունը։ Որը նաև նոր նշեց պարոն Դավթյանը, ես շատ եթե ուշադիր եղաք, նույն Սուրբ Երրորդության գաղափարը այդ բանի մեջ կար։ Այսինքն Աստված, Որդի, մեկ էլ Հոգի։ Հենց նոր ասեց բանով շումերական, այսինքն երբ որ այդ Աստծո գաղափարագիր է, չէ՞ բանը։ Այսինքն դեռ ավելի վաղ ժամանակ, քանի որ մենք աստվածաբանական ամբողջ հասկացողությունը հասկացել ենք մինչ քրիստոնեական, այսինքն այսօրվա, որ մենք գիտենք քրիստոնեությունը ոնց է։ Դրանից առաջ մենք արդեն պատկերացում ունեցել ենք։ Ու դրա մասին նաև Աստվածաշնչում էլ է գրած, ասում է Քրիստոսը եկավ հոր խոսքը հիշացներ, ոչ թե իրանից բանա հորին է։ Այսինքն սկզբնական խոսքի մասին է, որը որ մոռացել էին նույն հрьяաները, նույն հայերը, նույն ամբողջ ժողովուրդը։ Դրա համար այդ ամեն ինչով պետք է բան արվես, Աստված օրհնի քեզ ախպերս
Առաջնորդում Աստծո խոսքով, որը գրված է Աստծո։ Լավ ես անում, համ ջան, դե վատ բան չես, Աստված քեզ է օրհնի, լիքը լավ բաներ միշտ բարին տանդ մեջ Աստծո լույսն էլ ընտանիքից է տան պակաս, ախպեր ջան։ Այդքան բան դրա վերաբերյալ, ասա հով ջան, թե բաններ ասելու ասա ախպեր։ Կարակ բարձրանք ժողովուրդ ջան։ Ուրեմն ասեմ, որ այս հայագետներին հրավիրելու միտքդ շատ լավն է, ես միշտ դրա մասով ուրախանում եմ ու մենք դրա մասին իրար հետ առանձին ենք խոսացել, որ դեթաս նայես ախպեր հայկական լեռնաշխարհում։ Ու Նարջան իրականում ով որ տենց գրում է, եթե ինքը ուզենա կարա գտնի, էլի վարքյանների հարցը։ Որտեղ որ չընկնի մանդա։ Ուղղակի որ ուզենա մի հատ նախադասություն։ Ուրեմն Գեղարքունիքում ախպեր, Գեղարքու բանում որ գյուղներ ախպեր։ Գյուղի ոչ են Գեղարքունիքում ախպեր այդ պեղումները արվե ու բանը գերեզմանակարեր են գթե մեր թվարկությունից առաջ, որտեղ այդ Եռանկյունին ու աշկը վրեն կա ախպեր։ Նախա քրիստոնեական հասկացողության մեջ ախպերից։ Ու միած sense բան էլ քեզի ասեմ, բրատ, յուրաքանչյուր գեոմետրիայի հետ կապված, տառերի հետ կապված, յուրաքանչյուր նորադուզում հա վայթե, բան, տոշնել գրել ես, վայթե նորադուզում էր, հա, բաներ կա, ուրեմն ժողովուրդ ջան, այդ սաղ, այդ նշանապատկերները մեր ժայռապատկերների վրա գոյություն, դաժե հունական տառերի նախատիպն է հայկական ժայռապատկերներից դուս եկի ախպերս։ Ու շատ այտենց բաներ կա, ուղղակի մենք ընկեր մեր պատմությունից, մեր ամեն ինչից, քանի որ շատ դեպքերում հրաժարվել ենք, ու ոչ բան, էլի, աչքով չի հանդիպել։ Ախպերս աչքը կապ չունի դրա հետ, աչքը ես ասում եմ ինչ է, ինքը փիլիսոփայական հասկացողություն է, բրատ։ Աչքը ուրիշ է կարաս հանդիպես խոսքի։ Այդ Եռանկյունի հասկացողությունը, ոնց որ ասացի սեպագիրը շումերերեն նոր ոնց էր բացատրում ախպեր։ Ինքը արդեն վերարտադրությունն է, այսինքն ինքը արվեստի փիլիսոփայության միջոցով ախպեր գաղափարի փոխանցման ձև է, ոնց որ օրինակի համար ինչ ասեմ, վեկալում են այսօր սրբա պատկեր են ախպեր նկարում, ասում են սա սրբա պատկեր է, իկոնան նկարից տարբերվում է, չէ, որտեղ ինքը ձև ունի ախպեր, ունի գաղափար, ունի կոնկրետ ախպեր որպես արվեստի մեջ վերարտադրման հստակ կանոն, ջոգում ես, դրա համար նկարն ու սրբապատկերը տարբերվում են, որտեղ կանոն կան դե արվեստը բան անելու, ներկայացնելու։ Հենց որ ոչ եմ։ Աշկի ուլունք, աշկի ուլունքը ախպեր հայկական հասկացողության հետ կապ չունի, că սուֆիստական ախպեր, մուսուլմանական բան է։ Էլի հինդուիստական նաև։ Հա, նաև հինդուիստական, հա։ Դե սուֆիզմի հիմքը որտեղ հինդուիզմն է ախպեր, հինդուիզմից է եկել։ Հա, հինդուիզմից է եկել մտնել Պարսկաստան, հետո այդ մուսուլմանական շրջանը երբ որ առաջացավ, դառան շիա մուսուլման, ալ-Ղայմ բերեց ախպեր այդ սուֆիզմով բանով կպավ սաղ իրար, ու սուֆիզմն էլ իր փիլիսոփայական վերարտադրությունները, այսինքն այնտեղ բաներ էլ կա, աճեր կա, ոնց է, չէ, կաբալայում ասենք, ինքը տարբեր սենց աճային սիստեմա սուֆիզմը։ Հոգևորականը ինքը նույն դերվիշն է, ժողովուրդ, մեր հեքիաթներում, բաներում, որ գրած է դերվիշ, այդ նույն սուֆիստ հոգևորականը, որը որ իսլամի եւ բուդդական, հինդուիստական բանի խառնուրդ է ինքը, էլի սենց։ Ավելի շատ միստիկ բան է ինքը Իրանից ներկայացնում, քան բան կոնկրետ տենց ուղղություն։ Հա, հաստատ ախպերս։ Ասկետիզմ էլ կա, ու ասկետիզմն էլ են կապում բանի հետ ինքը, նույն սուֆիզմը ասկետիզմից էլ շատ բան ունի վերցրած, էլի։ Հոգևոր աճն է ասկետիզմը, էլի։ Ապրես, ինքը ավելի շատ պրակտիկ որոշակի բաներ է, քան Դաժե ինքը ակուլտիզմին ավելի է նման, քան խոսքի շատ-շատ ակուլտիզմն էլ է, էլի հիմքը էլի ասկետիզմն է։ Բայց այդ ակուլտիզմը թարս արած բան է, ու ընդ ավելի շատ նյութական բաների վրա է գրում, նյութականը ոնց օգտագործել հոգևորին համատեղ, ու կեղծ մարգարեություն կատարելու խնդիրն է իրանց մոտ։
Այսինքն արագացնել process-ը։ Նեթանյախուի հետ մեծ հանդիպում կա, իրանց բաներից, ռավիններից չեմ հիշում անունը, որ հանդիպումը ասում է, դե քիչ ես արագացնում Մեսիայի գալը, այսինքն քանի որ իրանք ակուլտիստ են, արդեն նշում են, ակուլտիզմը արագացնում է, պրարոչեստվան կատարում է շուտ։ Այսինքն իրանք գիտեն, որ մի բանը պետք է լինի, օրինակ, չէ, հետո ուզում են շուտ անեն, որ հաջորդականությունը ապահովեն ախպեր։ Դե հա, ասենք օրինակ տաճարը պետքա կառուցվի, որ գա, արագ տաճարը սարքում են, էլի։ Ամես ինչ բանը պղծությունները պետք է այդ սադնիկները, չէ, որ 6 սադնիկա, չէ, ոնց որ պետք է գան, իրանք այդ պղծությունները տարածում են, որպեսզի սադնիկը գա։ Հա, 8 էր վայ, թե 8 սադնիկ, ինչքան հիշում, թե 6 կամ 8, չեմ հիշում։ Այսինքն իրանց գաղափարը ելն է կեղծ մարգարեություն կատարելն է, այսինքն բան անեն, էլի, ինչ որ միտեղ, հա, սովորել։ Բայց հարցը շեղեց խոսքս ավարտել։ Արկելեր է սով ջան, ասա։ Իրականում եւ մենք դրա մասին իրար հետ էլ ենք խոսացել, բայց ուզում եմ ժողովրդին էլ ասեմ, որ Շողոր ջան, իրականում մեր հայագիտության մեջ շատ անելու գործ կա։ Ու շատ քիչ մարդիկ էլ ուզում են դրանով զբաղվեն լուրջ ձևով, շատ քիչ մարդիկ են ուզում զբաղվեն։ Որպեսզի պարզ լինի, ասենք մատենադարանի շատ քիչ տոկոսն է օրինակ հետազոտված նույնիսկ ու ահռելի քանակությամբ ուսումնասիրություններ կա, ել չեմ ասում նրա մասին, որը որ հատուկ խեղել են, փչացրել են, որպեսզի վերականգնվի, այդտեղ էլ առավել եւս այտենց մեծ գործ կա։ Ուրիշ բան է մատենադարանը եւ այլ գրքերը այտենց կարդալ, հասկանալ, որն է մեր մասով, որը չէ։ Ուրիշ է, որ մեր խեղված պատմությունը փորձել վերականգնել, այդ ավելի բարդ աշխատանք է, ավելի, քանի որ դարեր շարունակ խեղել են, այդտեղ լուրջ գործ կա անելու։ Իսկ այդ լուրջ գործի մեջ նաև պետք է մեր հայրենակիցների տրամադրվածությունը, հա, հիմա ասեմ ինչ նկատի ունեմ, օրինակ երբ որ միտեղ նստած ասում ես, գիտես ինչ, օրինակ բասկերը հայկական ծագում ունեն, սկսում են հա հայ ապրես, կարան տենց հումորով։ Բայց դու որ անգրագետ տա գետ ես ախպերով ա մեղա, որ խես ուրիշի ասացի վրա ծիծաղով ախպեր։ Կարան հումորով տենց ասեն, հա դե նուպագադին էլ է հայ, ու այդ մտքերը հատուկ է դրված, որպեսզի մենք մոտ չգնանք իրականությանը, որպեսզի դա ծաղրեն, տենց կիսանգրագետներ էլ կան, որ ասում են, դե դա փոքր ազգի կոմպլեքս է, որ ամեն ինչ վերագրում է իրան բան, սենց։ Իրականում ժողովուրդ ջան, հենց քիչ առաջ օրինակ Արմեն Դավթյանը եւ նմանատիպ շատ հայագետներ են եղել, ովքեր որ լուրջ հետազոտություններ են արել։ Մեկը հենց օրինակ որ քիչ առաջ ասեցի բասկերի հայկական ծագման մասին, գոյություն ունի բավարացիների հայկական ծագման մասին եւ տենց շարունակ։ Այս խեմ ասում, սա ասում եմ, որպեսզի չտրվեք թշնամական պետությունների եւ իրանց հատուկ ծառայությունների կողմից տարածված այդ արժեզրկման տեխնիկաներին։ Իրականում փորձեք ուսումնասիրել ու նաեւ օգնեք մեկը մյուսին, որպեսզի ավելի խոր ուսումնասիրվի ու շատ բաներ վերականգնվի։ Էս է ուզում ասեին Արձան։ Միանշանակ հով ջան, շատ ճիշտ ես ու հետո ամենակարևորը հենց այդ ինֆորմացիոն բանն է, զեղծարարությունն է, որը որ տալիս են շատերի համար ակադեմիական գիտություն, որ իրենք գնացել կարդացել են ու դիմացինի ասածը, որը որ արդեն գիտական հիմք ունի, արդեն հեսա գիտական հիմք ունի Արմեն Դավթյանի ասածը, պրոստը տակ ինքը ոչ մի բան չի ասում։ Կոնկրետ փաստական տվյալներով հաստատված արդեն կոնկրետ թարգմանություններ ունի ու այդ թարգմանություններն են, այսինքն լրիվ արդեն ներկայացված է։ Հիմա շատ մեծ ինչի համար է հովոնել, որ ասում եմ, մեծ աշխատանք ունենք, սերունդները պետք է դրանից տեղեկանան, որ ամրապնդեն այդ ամեն ինչը։ Իսկ ամրապնդողները մենք ենք ու մեր ամրապնդածը, որ թողենք հաջորդ սերունդներին, որ իրանք ավելի ամրապնդեն։ Այսինքն այդ հսկայական ահռելի գործը այսքան ժամանակ, որ մենք ունեցել ենք, ասենք ճնշումներ, թե քաղաքական առումով, որտեղ քաղաքականությունը նաև մցրել են գիտության մեջ, որ սրիկայաբար այդ ամեն ինչը մարդիկ չիմանան ու չտիրապետեն, հետո գոյություն ունի մտել հրեական հասկացողություն, այդ հասկացողությունը կոչ է հրեա ժողովրդին 1958 թվականի վերահրատարակչությունը կա դրա,
Թել Ավիվի, կոչվում է կատախեզիս։ Այսինքն կոչ ԽՍՀՄ հրեականության, այնտեղ Հովիկի ասացի վերաբերյալ մեծ բան եմ ուզում ասեմ, երբ որ այդ բասկերի օրինակը բերեց, իրենք մեծ շատ փառահեղ իրանց համար, փառահեղ ճակատներով մեր համար միտք ունեն, ասում են, երբ որ ճշմարտությունը լսում ես, կլինի պատմական կամ ինչ-որ խոսքի վերաբերյալ, ինչ-որ գործողության վերաբերյալ, ու այդ ճշմարտությունը կխանգարի հրեա ժողովրդին, կարող եք աղաղակել, ծիծաղել, ոտքերով դաժե խփել գետնին, որպեսզի ժողովրդի հանրության ուշադրությունը